Եթե վարչապետին եք սատարում, ինչի համար եք սատարում, ինչ հարցեր ունեք, որ այսօր պիտի իրեն ուղղեք, Առաջի հարցին դուք պատասխանեցիք արդեն իմ փոխարեն, վարչապետի համար եմ եկել, սատարում եմ, ասեմ ձեզ, բոլոր այն լավ բաների համար ինքը ինչ արել է, մենք բոլորս տեսնում ենք դա, գնահատում ենք, շատ եմ սիրում վարչապետին, որպես անձ, այն ամեն ինչ ինքը ցանկանում է Հայաստանի համար։ Այսքանը։ Ինչ տպավորություն ունեք նաև այսօր, ինչ տպավորություններ եք ստացել եք։ Շատ դրական տպավորություններ, շատ իր սերը տարածվում է ժողովրդի մեջ։ Գիտեք, իրոք էդի ոնց որ մոգական ուժ լինի։ Տարածվում է։ Ես օրինակ զգում եմ, որ ինքը ոչ թե եկել է այնքան որ պարտքը կատարի, այլ եկել է ժողովրդի հետ շփվելու համար։ Եվ դա շատ մեծ պատիվ է բոլորիս համար, որ եկել է ինքը։ Խաղաղության process-ին սատարում եք, Այո, այն որ ինքը անում, իհարկե, գիտեք ինչ, անկեղծ լինենք, էլի ես մեկը չէի ուզի, երկու տղա ունեմ։ Եվ մի տղա թոռնիկ, չէի ուզի, որ իրանք մասնակցեին պատերազմի։ Միշտ էլ պետք է աշխատես հարևան, ինչքան էլ վատ հարևան ունենաս, պետք է իր հետ լավ լինես, որպեսզի չլինի պատերազմ, չլինեն զոհեր։ Վարչապետին աջակցում իր ծրագրերի համար ու ուզում խաղաղություն լինի, որովհետև երկար ժամանակ այդ խաղաղության կարիք ունենք, ու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներ շատ կա, ու հիմնական խնդիրները կայանում է դրսից, հյուսիսի կողմից։ Իմ կարծիքն է, որ պետք է լինենք մենք անկախ, բայց հյուսիսին պետք չի թշնամի լինենք ամեն դեպքում։ Քիչ չեն շահարկումները հատկապես վերջին շրջանում, թե ինչ է փոխվել, ոչ մի դրական բան չի եղել Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին, հիմնականում հիշատակվում է պատերազմը, ինչ է փոխվել ըստ։ Նայեք, տեսեք, ըստ ինձ պատերազմը նայեք, կարելի ասել օպիտ ասած փողոցային բարբառ ասած ջեբը գցեցին, որովհետև Նիկոլ Փաշինյանը ժամանակ չուներ կառավարման, ընդհանրապես որ նայում եք 1 տարի, 2 տարի կառավարեց ու պատերազմը եղավ։ Ոչ զենքի ժամանակից զենքերի պակաս կար ու հիմա շատ երկրներ, որ նայում են այդ պատերազմին ու հասկանում են էլի, որ 5-րդ սերնդի պատերազմը, 5-րդ սերնդի, այսինքն զինատեսակների լրիվ ուրիշ էր, մենք վաբշե պատրաստված չենք։ Ու կարծում եթե ներկապայինը պատերազմ լինի, ներկապայինը շատ թույլ ենք։ Իսկ որ Արցախի վերադարձ են խոստանում, օրինակ Սամվել Կարապետյանը, Քոչարյանը, որոշ ուժեր, դուք դա հավանական համարում եք։ Արցախի վերադարձը դե մեր երազանքն է, բայց չեմ կարծում, որ տենց բան կարա ներկապային լինի, ներկապային պետք է գոնե նենց խոսանք Ադրբեջանի հետ, որ մեր մարդիկ, որոնք տեղահանվել են Արցախից, վերաբնակեցվեն, եթե կարան։ Եթե ցանկանում են դեպքում հարաբերությունները Ադրբեջանի հետ կարևորում են։ Անձամբ ես Ադրբեջանին չեմ վստահում, բայց խաղաղությունը առաջնային նպատակ է ու կարծում այն ուժերը, որոնք ուզում են գան իշխանության, իրանց վարած քաղաքականություն նորից պատերազմի հանգեցնելու։ Ընդդիմադիր ուժերին Նկատի ունեմ իրանց։ Պարոն Փաշինյանը լինի, ուրիշ ոչ մի բան, խաղաղություն, միայն խաղաղություն ու թող մեր վարչապետը պարոն Փաշինյանը լինի։ Ինչի համար հատկապես Որտեղ իր արած գործերը ինչ շատ է դուր գալիս ու ճիշտ է անում, շատ բաներ արել եւ առողջապահության տեսակետից եւ այդ ճանապարհները սարքելուց մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն, ամեն ինչ լավ է։ Ես ուզում եմ ինքը լինի։ Ու խաղաղություն լինի, մեր տղաները մեղք են, չզոհվեն։ Իսկ նախկինները որ ասում են։ Ոայ, նախկին չկա։ Ահա որ են։ Ես ապրել եմ 66 տարեկանը։ Լավ բան չեմ տեսել, հիմա եմ լավ տեսնում։ Նայել եմ ուղիղ եթերով, տեսել եմ, որ այս ժամին ստեղ է լինելու, շատ մեր հարգալի, մեր շատ հարգարժա վարչապետին եկել ենք տեսնելու։ Ինչ տպավորություններ ստացեք իր հետ շփման արդյունքում։ Շատ լավ, միշտ հետևում եմ ամեն ինչին, շատ դրական փոփոխություններ, ամեն ինչ դեպի լավը, վատ բան չկա ու շատ ափսոսում եմ, որ մենակ ինքը չի, իր կողքի կանգնողները ընդհանրապես իրավունք չունեն թեկնածություն դնելու։ Բոլորին, թեկուզ Սամվել Կարապետյանին, թեկուզ Քոչարյանին, թեկուզ որը որ աբսուրդ բան է։ Միանշանակ խոսալու ձև չգիտեն, խոսալ չգիտեն, ինչ պիտի անեն հայ ժողովրդի համար, կարակ ասեք, ինչ արեց Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմին։ Ինչ արեց Ղարաբաղի համար, ինչ արեց, ինչ որ մի բան արեց, ով էր ճանաչում, հələ մի հատ անծանոթ մի հասարակ մի բան որ մարդու հարցեք ճանաչում եմ Սամվել Կարապետյանին, իհարկե ոչ, բայց ինչ անի,
Այս մեր հայազգը լավ բան չի տեսել։ Տեսնելուց հետո լավն են ուզում, լավից լավը։ Իրանք իրավունք չունեին լավը տեսնեին Փաշինյանից։ Ինչա 51 տարեկան է դառնում, դառել է 70 տարեկանի։ Սաղ ամբողջ հոգսը վերցրեց իրա վրա։ Ամբողջ հոգսը։ Խաղաղության գործընթացին շատ Իհարկե, իհարկե։ Արդեն խաղաղություն, երեխեքին, բոլորի ժպիտ կա, ամեն ինչը լավ, դուրս ես գալի, որ ժամին, որ դուրս ես գալի, ուրախ, զվարթ, ամեն ինչը կարգին, ինչի մասին է խոսքը։ Մի երկու ծախված մարդիկ, որ գումարի բանով վերցնում են ու ես իմ ավելնորդ բաներ են խոսում, դա աբսուրդ բաներ է, չի կարելի։ Մարդուն պիտի գնահատեն իր արածի համար, մարդուն պիտի մեծարեն, մարդուն ոչ այս մարդը հասկանում է իրանից ոչ մի բան, ինչքան լավ բան անում է, չգիտեմ էլի, չգիտեմ, ժողովրդին մի քիչ մեր ժողովրդին խելք տա, մի քիչ մտքերին պարզություն լինի, նախանձությունը վերանա, ում այս ընտրությունների ժամանակ չծախվեն, ընդհանրապես չծախվեն, իրանց խղճի առաջ թողեք ընտրությունները, այդքան բան կասեմ։ Վարչապետին սատարում եմ իր գործերի համար, որ ամեն ինչ անում է ժողովրդի համար, կարծում եմ իրան ընտրելը ամենաճիշտ տարբերակն է։ Իսկ խաղաղության գործընթացը Այո, իհարկե, ամենակարևորներից մեկն է, հենց առաջնային ես կարես էի։ նախկինները որ ուզում են դա վերանալ։ Չէ, դա կարծում եմ չի լինի, էլի նախկիների, այսպես ասած, ժամանակաշրջանը արդեն ավարտվել է։ Ուրեմն երկու բառով եմ ուզում ամփոփեմ իմ միտքը։ Ես պարոն Փաշինյանն եմ մեծարգո իմ սիրելի վարչապետին մոտեցա իմ երախտիկի խոսքը հայտնեցի։ Այնքան երախտապարտ եմ իրեն, որ այսօր ունենալով զինվոր թորնիկ գլուխս հանգիստ տնում բարձին քնում եմ շնորհակալություն իմ սիրելի վարչապետին։ Այս կամ